Մեզ մելանդիկով, են ուր մնաց քո, հավերժական սերն ու կարեկցանք, չէ, մեզ մի լքիր, Այս հայացքը պատմություն ունի։ Այս հայացքին նայելով հասկանում ես, որ մեծ դերասան լինելը միայն դերեր կերտելը չէ, այլ սեփական հոգուց պատառիկներ բեմին թողնելը։ Նա արտիստ է, ում ստեղծագործական ճանապարհի ակունքները սկիզբ են առնում հենց մանկավարժական համալսարանից։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հենրիկ Մալյանի խումբը, կուրսը, որի վրա որ ստեղծվեց Մալյան թատրոնը, կինոդերասանի թատրոնը, կինոյի տանը, այդ կուրսը իր կուրսային աշխատանքներն էր հանձնում կինոյի տանը, մեծ դահլիճում։ Ընկերներից մեկը ասեց ինձ, միասին գնացինք ու շատ մեծ տպավորություն թողեց այդ կուրսային աշխատանքները։ Մի խոսքով քննությունները հանձնեցի, կեսաչոկով դուրս մնացի, այն ժամանակ այդպիսի բան կար էլի, դուրս մնալ կեսաչոկով։ Հետո գնացի առևտրախոհարարական ուսումնարան, հետո բանակ, սովետական բանակ, երբ որ վերադարձա 83 թվականին ընդունվեցի։ Մարդիկ հենց այն ժամանակ են փոխվում և զգում են, որ իրենց հավատում են։ Արդյոք այն, որ հիմա ես այստեղ կանգնած եմ, փոփոխություն չի։ Ինչ որ մենք ստացել էինք մեր վարպետներից, արդեն երբ որ մենք էինք դասավանդում, այդ նույնը փորձում էինք ստանալ մեր ուսանողներից։ Ու դասապրոցեսը ճիշտ ուղով էր գնում, էլի։ Այնքան հարուստ շրջան էր այդ շրջանը։ Մի խոսքով ինչ ասեմ, նենց լավ ժամանակներ, նենց բաներ, ոսկի ժամանակներ էր էլի, ու հետո շփվում էիր այդ իմաստուն մարդկանց հետ, այդ հայկական կինոյի այդ գիգանտների հետ ու քեզ լավ էիր զգում ու օրեցօր հարստանում էիր։ Արդյոք ալոջը քեզ մենակ հույս, սեր, հավատ ու ախպերություն բերի։ Դե մեր կուրսը ռեժիսորական բաժինն էր, բայց միշտ թատրոնում իմ մեջքին կանգնած է եղել ռեժիսուրան, թատրոնը միշտ պահպանեց իր տեղը այս բոլոր ժամանակների մեջ։ Մի խոսքով հրաշալի տարիներ էին, թե իմ ուսման տարիները, թե դասավանդման տարիները մանկավարժական համալսարանում։ Ինստիտուտում սովորի տարիները այնքան ջերմ էին, այնքան ուրախ էինք, հոգսեր չունեինք, ամեն տարի կազմակերպում էինք միջոցառումներ։ Ընկեր Մալյանը առաջի հենց դասից մեզ խորհուրդ տվեց, որ տանը, տնից որ դուրս եք գալիս, տրանսպորտում, համալսարանում ուշադիր եղեք մարդկանց նկատմամբ։ Այդ գրականությունը այնքան մեծ տեղ էր տալիս շարժվելու, ստեղծագործելու, հասկանալու կերպարները, սիտուացիաները, դրանք մեզ համար դառնում էին ռեժիսուրայի մեջ այբենարան ոնց որ։ Արա Սարգսյան։ Նա այն քիչ մեծություններից է, ում տաղանդը հավասար է իր պարզությանը։ Մի արտիստ, ով իր ողջ կյանքով ու անցած ճանապարհով ապացուցեց, որ ամենամեծ կոչումը բեմում և կյանքում մարդ մնալն է։ Իսկ նրա հանդարտ հայացքի ետևում տարիների անդավաճան նվիրումն է, որը ստիպում է հավատալ, որ իրականն ու անկեղծը երբեք չեն անհետանում։ Մինչև օրս արդեն 43 տարի։ Բեմի վրա
մարդը մի աստիճանով ավելի բարձր պիտի լինի, քան կյանքում։